Կարևոր բարեփոխում եմ համարում 18-ից 20 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կանանց ներգրավումը բանակում։ Պիտի նշեմ, որ այս փուլում չնայած նախկինում եղած շահագրգիռ հայտարարություններին, մեղմ ասած տեմպը ինձ համար գոնե գոհացուցիչ չէ, բայց ասել, որ ծրագիրը արդյունք չի տվել, այդպես չէ, որովհետև արդեն իսկ բազմաթիվ իգական սեռի ներկայացուցիչներ եւ ժամկետային պարտադիր զինծառայություն են անցնում զինված ուժերում եւ նրանց զգալի մասը, մոտավորապես 70%-ը հետագայում զինված ուժերում իր ծառայությունը շարունակելու ցանկություն է հայտնում ու հիմնական մասը սպա է դառնում։ Սա կարևոր եմ համարում եւ նաեւ վերաբերում է այս եւ հաջորդ զորակոչերին եւ նաեւ կոչ եմ անում մեր քաղաքացիներին, իգական սեռի ներկայացուցիչներին, նրանց ծնողներին, ինչու եմ շեշտադրումը դնում նաեւ ծնողների վրա, որովհետեւ այստեղ մեր մոտ կա պատկերացումների, մենտալիտետի, ավանդույթների, այսպես ասած, բախում ծրագրի կամ աղջիկների ցանկության հետ։ Եվ կարծում եմ մենք այս խնդիրը պիտի հաղթահարենք համատեղ ուժերով, այդ թվում նաև հետևողական աշխատանքի եւ հունվար ամսվա ընթացքում ես հրավիրում եմ մեր լրագրող գործընկերներին այցելել կանանց գումարտակ, լուսաբանել, այդ թվում նաև կենսապահովման միջոցները, բնակապահովման միջոցները ինչպիսին են, որպեսզի մարդիկ ավելի հանգիստ լինեն իրենց քույրերին, դուստրերին զինվորական ծառայության ուղարկելու կամ թույլատրելու, չնայած խոսքը վերաբերում է չափահաս մարդկանց։ Եվ պիտի նշեմ, որ այս ծրագիրը նաև թույլ է տալիս, որպեսզի մեր սիրելի կանայք եւ աղջիկները կարողանան մասնակցել նաև պաշտպան հայրենիաց ծրագրին, այսինքն 6 ամսյա ծառայությունից հետո նրանք կարող են շարունակել իրենց ծառայությունը, պայմանագրային կամ պրոֆեսիոնալ ծառայությունը, նաև որպես պաշտպան հայրենիաց ծրագրի շահառուներ։ Շատ եմ կարևորում ատեստավորման գործընթացը, որը 2025 թվականին շարունակվել է։ Սա մի ծրագիր է, որի մասին արդեն ըստ էության բոլորը գիտեն, բայց մանրամասներին գուցե ոչ բոլորն են տիրապետում։ Սրա արդյունքում ատեստավորվող զինծառայողները կարող են իրենց գոյություն ունեցող աշխատավարձին ավելացնել 205-ից 470 հազար դրամ աշխատավարձ։ Սա էական բավարարում է եւ մեծապես փոխել է պատկերացումը բանակի մասին, նաեւ զինծառայողների մոտիվացիայի եւ վերաբերմունքի մասին է, որը փոփոխության է ենթարկվել էապես։ Կարող եմ նշել, որ ներդրման պահից մինչև հիմա շեմը հաղթահարել է, այսինքն մասնակիցներից 73%-ը հաղթահարել է ատեստավորման շեմը։ Սա էական արդյունք եմ համարում, եթե հաշվենք, որ սկզբնական տարում այդ թիվը էապես մի քանի անգամ ավելի պակաս է։